Բաքվում պահվող հայերի ազատ արձակումը պետք է դառնա Եվրամիություն-Ադրբեջան հարաբերությունների պարտադիր պայման։ Այս պահանջը հնչել է Եվրոպական խորհրդարանում անցկացված հայ քաղաքական բանտարկյալներն Ադրբեջանում և Եմեն ներգրավվածության հրամայականը խորագրով համաժողովում։ Միջոցառումը կազմակերպել էին Եվրոխորհրդարանի падգամավորներ Կոստաս Մավրիդեսը և Միրամ Լեքսմանը, ՀՅԴ Հայդատի Եվրոպական գրասենյակի աջակցությամբ։ Քննարկմանը մասնակցել են իրավապաշտպաններ, միջազգային իրավունքի մասնագետներ և Բաքվում պահվող հայերի ընտանիքի անդամներ։ Եվրոպադգամավոր Կոստաս Մավրիդեսը հիշեցրել է Եվրոխորհրդարանի պահանջը կասեցնել Եվրամիություն-Ադրբեջան էներգետիկ հուշագիրը, պատժամիջոցներ սահմաննել մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ և հասնել բոլոր հայ գերիների անվերապահ ազատ արձակմանը։ 2025 թվականի մարտին ընդունված բանաձևում Եվրոխորհրդարանը Բաքվի դատավարությունները բնորոշել էր շինծու և քաղաքականացված։ Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է Ադրբեջանի հետ էներգետիկ ռազմավարական գործընկերության հուշագիրը կասեցնելու իր վճռական կոչը։ Եվրամիության հարաբերությունները Բաքվի հետ չեն կարող զարգանալ մարդու իրավունքների կոպիտ խախտումների անտեսման պայմաններում։ Պետք է պատժամիջոցներ սահմանվեն պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ։ Բոլոր հայ պատանդները պետք է անհապաղ և անվերապահ ազատ արձակվեն։ Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի գնահատմամբ Բաքվում իրականացվող գործընթացները սովորական քրեական դատավարություններ չեն։ Դրանց նպատակը Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն ապօրինաբար որպես հանցագործություն ներկայացնելն ու հայ գերիներին Հայաստանի նկատմամբ քաղաքական ճնշման գործիք դարձնելն է։ Ադրբեջանը նաև չի ապահովում անկախ միջազգային կառույցների լիարժեք մուտքը և պաշտպանների հետ գաղտնի հանդիպումների իրավունքը։ Հայ գերիների ապօրինի կալանավորումը ու դատապարտումը միայն առանձին մարդկանց իրավունքների խնդիր չէ, սա միջազգային իրավունքը պաշտպանելու Եվրոպայի կարողության փորձությունն է։ Եվրոխորհրդարանի ընդունած բանաձևերը պետք է ուղեկցվեն իրական քաղաքական գործողություններով, հակառակ դեպքում անպատժելիությունը կարող է վերածվել ընդունված վարքագծի։ Համաժողովում ելույթ է ունեցել նաև ՑՄԱ ազատազրկման դատապարտված Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդին։ Արմեն Իշխանյանի խոսքով 2023 թվականի բռնի տեղահանման ժամանակ հայրը մնացել է Արցախում բնակչության անվտանգ դուրսբերմանն աջակցելու համար, որից հետո ձերբակալվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Փաստորեն միջազգային իրավունքի հիմունքներից մեկը հանդիսացող ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի իրացման պայքարի համար մարդիկ դատապարտվում են, իսկ դատապարտող պետությունը խուսափում է պատասխանատվությունից։ Ինչպես հայրս է ասել, այս դատավարությունը ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ։ Հետևաբար Բաքվում պահվող հայ ռազմագերիները այսօր Ադրբեջանի կողմից օգտագործում են Հայաստանի դեմ։ Այս հանգամանքը լրջորեն հարցականի տակ է դնում իրական խաղաղության հանդեպ Ադրբեջանի հանձնառությունը։ Մինչև Բրյուսելում հնչում են ազատ արձակման պահանջներ, Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվում են Արցախի նախկին ղեկավարների գործով հերթական նիստը։ Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի ընդունում մեղադրանքները և պահանջել է բեկանել առաջին ատյանի որոշումը։ Դավիթ Մանուկյանի պաշտպանները ևս արդարացման դատավճիռ են պահանջել։ Հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 17-ին։ Մտահոգիչ է նաև 2020 թվականից գերության մեջ գտնվող Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը։ Նրա ներկայացուցիչ Լուսիանա Մինասյանի ներկայացրած բժշկական փաստաթղթերի համաձայն Մկրտչյանն ունի սրտի ծանր ախտահարումներ, արյան բարձր ճնշում և բորբոքային բարձր ցուցանիշներ։ Պաշտպանը պնդում է, որ անհրաժեշտ բուժօգնություն չի տրամադրվում։ Ռուբեն Վարդանյանի գործով պաշտպանական կողմը վերջապես ստացել է 20 տարվա ազատազրկման դատավճռի ամբողջական տեքստը և առաջիկա շաբաթներին պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Մյուս 15 հայերի դատավճիռները Բաքուն դեռ չի տրամադրել։ ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է դրանք դատարան ներկայացնել մինչև օգոստոսի 31-ը։ Պաշտոնական տվյալներով Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ 2025 թվականի սեպտեմբերին դադարեցրել է ֆիզիկական ներկայությունն այդ երկրում, ավելի խորացնելով գերիների վիճակի շուրջ տեղեկատվական փակուղին։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։